Բայց 5 րոպե շատ ժամանակ չունի։ Դուք քիչ նոր ճանաչեցիք, որ առաջիկայում սպասվում է համաշխարհային աստղի այցը Հայաստան, կհստակեցնի ում մասին է խոսքը։ Կգա ժամանակը կառավարությունը դրա մասին կասի։ Ես ասացի, որ մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև 2 կամ ավելի նույնիսկ համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումներով, օրինակ մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը եւ եթե նաև երկիրը դիրքավորվում է, որ այդպիսի երկիր, նաև իրենք զբոսաշրջիկներն են շատ հաճախ, օրինակ իրենց սիրելի աստղին հետևում եւ ենթադրենք պայմանական օրինակ չեն հասցնում գնալ, չգիտեմ, Աթենքի համերգին, իրենք գիտեն, որ 2 ամիս հետո Երևանում ալնելու գալիս են Երևանի համերգին, այսինքն բայց դա ոչ թե պետք է տենց լինի միայն ժամանակ առ ժամանակ 5 տարի 1, 6 տարի 1, այլ երկիրը ինքը պետք է նման քարտեզի վրա լինի։ Բայց դուք կներեք արդեն փաստում պիտի բանակցություններ լինեն, չէ՞ ինչ-որ մեկը, որովհետև համաշխարհային աստղերը ներս չի գնում, շփոթված կասեք անում։ Չեմ ասի անում։ Պապայան Ջերի Վենսի այցի հետ կապված ինչ մանրամասներ կան, ինչ տեղեկություններ կան եւ բացի այդ այսպիսի քննարկումներ կան, որ հետաքրքրությունն են նաեւ օգտակար հանածոների մասով Սյունիքի մարզում, այդ թվում նաեւ ուրանի հանքերի հետ կապված, արդյոք նման քննարկումներ լինելու են եւ արդյոք ներկայացվել են նման հետաքրքրություններ։ Տեսեք, այս պահի դրությամբ եթե Երևանի ներողություն Որոտանի հիդրոկասկադի 120 միլիոն վարկային ներդրումը, որը ընթացքի մեջ է, գումարենք TRIP-ը մոտ $200 միլիոն, գումարենք Nvidia-ն $500+ միլիոն, գումարենք ատոմային էներգետիկան $1 միլիարդ ըստ էության հողի վրա ներդրումային ծրագրեր կան, որոնք որ շատ շոշափել են, մի մասը նույնիսկ ընթացքի մեջ են։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։ Նոր ներդրումային հնարավորություններ հնարավոր են, իհարկե, ցանկալի են շատ, կուզենք տեսնել, բայց պարոն փոխնախագահը կգա, բանակցությունները բնականաբար կլինեն։ Բայց այլ մանրամասներ, այդ թվում նաև ձեր հարցադրման ուղղությունների մասով ես չեմ տիրապետում։ Պարոն Պապայան, 3 Թրամփը ստորագրեց հրամանագիր, Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առերտուր կայանում են Իրանի հետ։ Սա նախ ինչ խնդիրներ կստեղծի Հայաստանի հետ կապված եւ արդյոք այս հարցն էլ կքննարկվի Վենսի այցի ընթացքում։ Դե միանշանակ քննարկվի, մոտավորապես $50 միլիոն արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ եւ բնականաբար այնտեղ ապրանքներ կան, որոնք որ էական չափով, այսինքն 10-ը եթե վերածվում է 25-ի, իրենց մրցունակությունը կորցնեն նման իրավիճակում, բայց նախ մենք ես գոնե մամուլից եմ դրա մասին տեղեկացել, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական որևէ նամակ կամ հաղորդագրություն նոտա չի ստացել ոչ ամերիկյան կողմից, ոչ ԱԳՆ-ի միջոցով ամերիկյան կողմից, այսինքն դա մամուլի հրապարակում է։ Երկրորդը կտեսնենք իմպլեմենտացիան ոնց կլինի, նաև բնականաբար գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան եւ հարցեր են, որոնք արդյոք եղել ամերիկյան կողմը, որ Իրանը մեզ համար շատ կարևոր երկիր է, հարևան երկիր եւ հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Դա նման այց չի լինում, էլի շատ հաճախ, դուք էլ գիտեք։ Պատմական այց է եւ բոլոր հարցերը կքննարկվեն, այդ թվում նաեւ այլ հարցերը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր եւ ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է շատ կարևոր ու շատ հետաքրքիր հարց, բայց ավելի կարևոր եւ ավելի հետաքրքիր հարցեր կան։ Ես կարծում եմ, որ նույն Nvidia-ն, նույն TRIP-ը դրանք շատ, այսինքն այն ինչ որ արդեն մենք օգոստոսի 8-ին ստորագրել ենք, քննարկել ենք, դրանք հաստատ պակաս կարևոր չեն, նաև այդ հարցն է կարևոր, բայց նույնիսկ իմ կարծիքով նրանք ավելի կարևոր են։ Ատոմակայանի հետ կապված արդյոք կա որոշում, որ այդ մոդուլային ատոմակայանը վստահելու եք Միացյալ Նահանգներին։ Որոշում այս պահին ես տեղյակ չեմ, որ կա, բայց կան քննարկումներ տարբեր երկրների հետ, այդ թվում նաև Միացյալ Նահանգների հետ, եւ Հայաստանը կընտրի այն տարբերակը, որը իր պետական շահերին ամենահամահունչն է լինելու։ Պարոն Պապայան, այնուամենայնիվ կասեք բանակցությունները երկ չի թե երկ չի ուղղել։
Չեմ կարող ասել, որովհետև բանակցությունները տարբեր են, կարող են լինել երգչի հետ, կարող են երգչուհու հետ լինել եւ ի վերջո պետք է ամենահարմար տարբերակները ընտրվեն։ Հետո մասնավոր այսինքն այս առումով պետք է ուղղակի սեր ասեք, երգիչ է թե երգչուհու հետ եք դուք չեմ կարող։ Ես ոչ երգչուհու հետ եմ բանակցում, ոչ երգչի։ Ես կոնկրետ։ Գերիների վերադարձի մասով արդյոք դուք լինելու եք այդ քննարկումների ժամանակ։ Չէ, ոչ։ Ինչ մակարդակով են լինելու։ Չեմ կարող ասել, չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Իմ օրակարգում չկա դրված։ Գերիների վերադարձի հետ կապված արդյոք J.D. Vance-ին կդիմեք եւ արդյոք չեք կարծում, որ նա կարող է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք որ կարող են լինել հայ-ամերիկյան օրակարգում, այդ բոլոր հարցերը կքննարկվեն եւ կարծում եմ, որ ավելի պատշաճ կլինի բուն բանակցողների հետ այդ հարցերը ճշտել։ Ավելի առարկայական փուլ ենք մտնում Թրիփի հետ կապված։ Մենք մտել ենք արդեն առարկայական փուլ, արդեն Նկատում եմ իր այցը ինչ է փոխում այս առումով։ այդ առարկայական փուլը ամրագրել, վերջին դետալները հաստատել ու գնալ առաջ։ Թրիփը արդեն մտել է առարկայական փուլեր, Թրիփը գնացել է, այլ ոչ մեկ չի կարող խանգարի Թրիփին։ Ռուսաստանը կարող է այդտեղ այսպես ասած ներկայություն ունենալ, որովհետև Լավրովի Ալեն Սիմոնյանի հետ վերջին հանդիպման ժամանակ Լավրովը ուղիղ տեքստով ասաց, որ եռակողմ դերալաց հայտարարությունը ուժի մեջ է եւ ասաց, որ կոմունիկացիաների հարցը եւս կարող է այդ պայմանավորվածության հիմքով կարգավորվել։ Հիմա Թրիփը Ես կարծում եմ Թրիփը իսկ Թրիփում երկու կողմ կան՝ Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետություն։ Հակաիրանական տարր չկա, պարոն Պապոյան, Վենսի այցի հետ կապված, որովհետև այդ քննարկումները Ոչ։ Շնորհակալություն։